Եթե պետությունը մոնոէթնիկ չի և երկրում ապրում են տարբեր ժողովուրդներ, շատ դեպքերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են ձգտում իշխանության և հասնելով վերածվում են բռնապետերի: Ամենավառ օրինակը Ստալինն է, որը ռուս չէր, այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Չիլիի բռնապետ Պինոչետի ծնողները Չիլի էին տեղափոխվել Ֆրանսիայի Բրետոն նահանգից, և Պինոչետը բրետոն էր ազգությամբ: Հարավսլավիայում ամենամեծ ազգը և տիտղոսային ժողովուրդը սերբերն են: Չնայած 45 թվականից հետո երկիրը ղեկավարում էր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Յոսիֆ Բրոզ Տիտոն, որը խորվաթ էր: Իսպանիայում ամենաբոլոր ժամանակների բռնապետը եղել է գեներալ Ֆրանկոն: Գեներալ Ֆրանկոն իսպանացի չէր, գալիսիացի էր: Գալիսիան Պորտուգալիայի վերևի հատվածն է Իսպանիայի: Դրանք տարբեր ազգեր են, նույնիսկ պայքարում են իրենց լեզվի և մշակույթի համար մինչև այժմ: Բայց հենց գեներալ Ֆրանկոն էր, որը արգելեց գալիսիացիների, բասկերի և կատալոնացիների լեզուն և մշակույթը և միայն նրա մահից հետո սկսեցին այդ լեզուները կիրառվել: Գալիսիացի էր նաև Ֆիդել Կաստրոն, որի ծնողները Իսպանիայի Գալիսիա նահանգից էին տեղափոխվել Կուբա: Այս ցանկը կարելի է նույնիսկ շարունակել: Մի խոսքով, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ավելի հեշտ են դառնում բռնապետեր, քան տիտղոսային ազգի ժողովուրդները: